տեսնում եմ հայտարարությունը, որ պիտի դիմակներով, դա իրատեսական չի, չէ՞։ Օրինակ դուք ոլորտի մասնագետ եք, գիտեք դա ինչքան կարևոր է, բայց դիմակով ման չեք գալիս։ Այլ ինչ է, այդպիսի բաներ կա, որոնք իրատեսական են, մարդը կարող է կիրառել։ Ես ունեմ նորածին երեխա։ Ես չգիտեմ, լավ է իր հետ գնալ զբոսնելու, որովհետև մաքուր օդը արդեն ճակերտավոր հասկացություն է, թե ավելի լավ է, որ երեխան զբոսանքի դուրս չգա։ Շատ ճիշտ հարցադրում եք անում։ Երեխային հիմա ենթադրում եմ, որ պետք չի տանել զբոսանքի։ Այո, երեխային պետք չի, սպորտով դրսում զբաղվել պետք չի, պետք է հնարավորինս գնալ կանաչ տարածքներ, թեկուզ քաղաքի ներսում, բայց կանաչ տարածքների, այն խորը հատվածներ, որոնք քիչ թե շատ հեռու են ազդեցությունից, եւ գնալ Երևանից։ Մի հարցազրույց ունեցել եք խոնավ փոշեմաքրում, այսինքն տան փոշին հնարավորինս ջրով փորձել։ Այո, բայց եթե դուք փորձ դնեք տնային, շատ հաճախ եթե հատկապես ձեր շենքի կողքը կան շինարարություններ, դուք կարող եք սրբել փոշին խոնավ, հետո ժամանակ դնել կես ժամից, մի ժամից, 2 ժամից, փորձել հասկանալ, թե երբ այդ փոշին նորից նստում, այսինքն ընթաց շորը պետքա ձեր ձեռքում լինի, որպեսզի կարողանաք ամբողջը փոշեմակրեք եւ չեզոքացնեք։ Ֆիլտրեր կան տարբեր եւ այլն, բայց դրանք ֆանտաստիկայի դաշտից են, չեմ կարծում, որ չեմ կարող արդյունավետությունը ասել լավ է թե վատ է, որովհետեւ քանի դեռ գիտական ապացույցներ չկա, չես կարող ասել։ Առաջ ասում էին սուրճը օգտակար չի, հիմա չէ, ոնց որ թե սուրճ պետքա խմել։ Այսինքն քիչ ժամանակ է անցել գնահատելու համար։ Ես չեմ տիրապետում այդ ինֆորմացիային, բայց ես չեմ կիրառում։ Դրանք կարող են ինչ-որ ձևով պաշտպանել, բայց դրանք խնդիրները չեն լուծում։